Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Մեծի տանկիլիկյո կաթողիկոս Տեր Արամ առաջին վեհափառ հայրապետը հանդես է եկել ուղերձով, որում Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ է արել հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին գործերից, միջամտելու փորձերից, ինչպես նաև եկեղեցու ներսում տարբեր միջոցներով պառակտման սերմեր ցանելու հակասահմանադրական անընդունելի եւ դատապարտելի քայլերից, որոնք կարող են եկեղեցին, ազգը եւ հայրենիքը տանել ինքնակործանման։ Իսկ Կիպրոսում Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո Արամ առաջինը ասել է. «Երբ Հայաստանում ի վնաս մեր ժողովրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ոչ է ասել եւ ոչ պիտի ասի»։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի հոգեվոր սպասավորները դատապարտել են Հայաստանի իշխանությունների կողմից սրբազանների կալանավորումը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի հոգեվոր սպասավորները, Ծուխերի ատենապետերը եւ ներկայացուցիչները Վլադիվոստոկից մինչեւ Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչեւ Բելարուս եւ Մոլդովա խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական աստվածամերժ գործողությունները, հոգևորականների եւ եկեղեցասեր զավակների մտածած ծին մեղադրանքներով ապօրինի կալանավորումները։ Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակտություն եւ թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ, ասված է հայտարարության մեջ։ Հայտնի իրավաբան մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը Եվրամիությանը հորդորել է վերանայել իր ֆինանսական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ, քանի որ այն զուրկ է լեգիտիմությունից։ Նա խոսել է Փաշինյանի կառավարության կողմից քրիստոնյա բանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակման մասին։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ակնհայտ շեղվել է օրենքի գերակայությունից, որը լրջորեն վնասում է երկրի ժողովրդավարական հիմքերը, հավելել է իրավաբան մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել էր Միացյալ Նահանգների տրանսպորտի նախարարի օգնական Դենիել Էդվարդսի հետ, քննարկել են
թրիփի իրականացման արագացնելու հնարավորությունները։ Նրանք քննարկել են Զանգեզուրի միջանցքի բացման հարցը, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղու վերականգնման եւ արդիականացման աշխատանքները, ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ԱՓԱ-ն։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Միլի Մեջլիսի Ադրբեջանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին քննարկման ժամանակ ասել է, որ ամենամոտ ժամանակում Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն է ունենալու որպես նոր տրանսպորտային երթուղի տարածաշրջանում։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք համաժողովում մեղադրել է Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Ադրբեջանում, այսինքն Արևելյան Հայաստանում, ադրբեջանցիների նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության ոչնչացման մեջ։ Նա ասել է նաեւ, թե Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիների լեռնային շրջաններից ավելի շոգ կլիմայով վայրեր տեղափոխելը, նրանց տարիներով ձեռք բերած ունեցվածքի զավթումը եւ մշակութային ժառանգության ոչնչացումը փաստագրված պատմական իրողություններ են։ Ալիևը հավելել է նաև, որ շատ կարևոր է միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատել հայերի կողմից ադրբեջանցիների դեմ գործած մարդկության դեմ հանցագործությունները եւ ստանալ միջազգային հանրության աջակցությունը այս հարցում։ Discover the magic of mVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At mVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. 2004 թվականին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում Բուդապեշտում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում գնդապետի կոչում են տվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ Սաֆարովը հարձակվել էր Մարգարյանի վրա քնած ժամանակ եւ կացնահարել էր նրան։ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատապարտեց մարդասպանին ցմահ ազատազրկման, սակայն Ադրբեջանի իշխանությունները կաշառեցին Հունգարիայի իշխանություններին եւ 2012 թվականին մարդասպան Սաֆարովը քաղաքակիրթ մարդկության առջև արտահանձնվեց Ադրբեջանին, որին էլ հերոսացրեցին Ադրբեջանում, կոչումը բարձրացրեցին, բնակարան եւ նպաստ հատկացրեցին։ Իսկ այժմ մարդասպան Սաֆարովին Ալիևի հրամանով շնորհել են գնդապետի կոչում։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները։ Պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։
Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.artzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։